Այսօր ինձ համար շատ հաճելի է, որովհետև երկու գեղեցկուհիներ են եկել մեր տաղավար ու ունենցա, որ հիմա ես սենց ուրախ բանն է իմ մոտ, երևույթն է, էլի, որովհետև համ բերել են արևային տրամադրություն, համ այդ արևային տրամադրությամբ զարդարելու են նաև ձեզ ու մեզ բոլորիս։ Հիմա ասեմ ձեզ, արև հայ մանուկների եւ ընտանիքների առողջապահական փառատոն է լինելու, կասենք հիմա երբ, եւ հենց ներկայացուցիչներն են, կազմակերպիչներն են մեր տաղավարում։ Եվ այսպես հերթով ներկայացնեմ Ուլիկ եւ հայ մանուկների փառատոնի համահիմնադիր Նելի Ղուկասյան, բարի առավոտ Նելի ջան, ինչպե՞ս եք։ Ողջույն, շատ լավ, շնորհակալություն։ Եվ Los Angeles County Department of Mental Health-ի ներկայացուցիչ, կլինիկական հոգեբան, դոկտոր Աննա Յարալյան։ Բարի առավոտ, Աննա։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Հրաշալի, շատ լավ, որովհետև այսօր խոսելու ենք մի շատ գեղեցիկ նախաձեռնության մասին, որը տեղի ունենալու մայիսի 3-ին, եւ սրա մասին ես անկեղծ ասեմ, տեղյակ չէի, մինչ չեկավ ինձ իմեյլ, որ ես չգիտեմ որտեղից էի ես գրանցված, տենց ինձ եկավ իմեյլ, ոչ թե մեր հեռուստաընկերության աշխատակիցների կողմից, այլ ուղղակի ձեր հենց ու ներկայացնում էր ինձ արև հայ մանուկների ընտանիքների առողջապահական փառատոնը։ Հիմա եկեք մի հատ հասկանանք ինչ է սա իրենից ներկայացնում, հետո արդեն կբացենք ավելի փակագծերը։ Ինչ է իրենից ներկայացնում այս փառատոնը եւ առաջին անգամ է արդյոք անցկացվում թե ոչ։ Շատ շնորհակալություն Արտավազդ։ Այո, սա լինելու է առաջի անգամ։ Մենք տարիներ շարունակ կազմակերպել ենք փառատոններ եւ մշակութային միջոցառումներ Գլենդելում, Լոս Անջելեսում, Ուլիկ եւ հայ մանուկների փառատոն նախաձեռնությունների շրջանակներում եւ այդ միջոցառումների ժամանակ առիթ ենք ունեցել հանդիպել ծնողների, ուսուցիչների, մարդիկ, ովքեր զբաղվում են երեխաների կրթությամբ եւ այդ խոսակցությունների արդյունքում տարբեր հարցեր են բարձրաձայնել, որ կարող է համայնքին հետաքրքիր լինի ու հասկացել ենք, որ կարիք կա ինչ-որ միջոցառման, մեր օրինակ ծաղկածարտ մանկական փառատոնի շրջանակներում կարծեմ դու ես առիթ ունեցել ներկա լինելու մի անգամ մենք մշտապես կարևորում ենք, հա, ընդհանրապես մենք կարևորում ենք առողջ համապարփակ առողջությունը երեխաների զարգացման հարցում, լինի դա ֆիզիկական, լինի դա մշակութային եւ լինի հոգեկան եւ հասկացանք, որ կարևորություն կա եւ մեր համայնքում պակաս կա մի հատ ավելի մեծ միջոցառման, որը կանրադառնա այդ բոլոր հարցերին եւ դիմեցինք ծրագիրներ կազմեցինք եւ դիմեցինք LA County Mental Health Department եւ կարծում եմ դոկտոր Աննա Յարալյանը ավելի մանրամասներ կներկայացնի թե ինչպես այդ process-ը տեղի ունեցավ եւ ընտրությունը եւ այդ ծրագիրը հաստատվեց եւ հիմա Կիրակի օրը մայիսի 3-ին տեղի է ունենալու այդ միջոցառումը։ Հրաշալի գաղափար, շատ լավ։ Կբացենք թե ինչ է ծրագիրը ներկայացնում, ովքեր կարան ներկայացնել եւ ինչպես, բայց Աննա ջան, այսպեսի հարց պետությունն է, չէ՞, ինչ որ աջակցում ես նախաձեռնության, այսինքն պետական աջակցություն է, բայց սա դժվար չի ստանալ այստեղ Միացյալ Նահանգներից, կարծում եմ ինչքան էլ ծրագիր ներկայացնես, բանում միշտ մտածում ես որ դե լավ, դե ինչ պիտի անեն, ինչով պիտի աջակցեն։ Հիմա մի հատ խնդրեմ ներկայացեք, ինչպես եղավ, որ ներկայացրեցին ձեզ եւ դուք սատար կանգնեցիք, օգնեցիք, եղաք այս գեղեցիկ փառատոնի կողքին, խնդրեմ։ Ուրեմն Արտավազդ 2004 թվականին Կալիֆոռնիայի ընտրողները ընտրեցին Proposition 63 Mental Health Service Act, Proposition 63-ը, որը գումար ներառեց, ասենք Կալիֆոռնիայի անապահով ընտանիքների համար, որ իրենք ստանան հոգեբանական սերվիսներ։ Եվ հենց այս ակտի ներքո Los Angeles County Department of Mental Health-ում ստեղծվեցին տարբեր կոմիտեներ, տարբեր ազգերի համար, որ այն ազգերը, որ տարիներ ընթացքում իրենք կամ հոգեբանական սերվիսներ չեն ստացել, կամ ինչ-որ մի առումով, մշակութային առումով ճիշտ հոգեբանական սերվիսներ չեն ստացել, կամ ռիսորսների, սերվիսների մասին չգիտեն, եւ դա կարող է լինել African American, դա կարող է լինել լատինոները, Asian American եւ նմանապես հայերի համար էլ ինչ մի գրուպ ստեղծվեց, որ հենց Los Angeles County Department of Mental Health-ում մենք հավաքվում ենք ամեն ամիս, վերջի ամսվա չորեքշաբթին, 2-ից 4-ը եւ ունենք մեր
community անդամները եւ professional-ներ, հոգեբաններ, հոգեբուժներ, սոցիալական աշխատողներ, case management services տվողներ եւ lawyer-ներ կարող է լինել, politician-ներ եւ խոսում ենք մեր ազգի հոգեբանական կարիքների մասին եւ հենց ինչ project-ներ եւ պրոգրամներ կարելի է ստեղծել, որ իջեցնենք խարանը, ստիգման հոգեբանության հանդեպ մեր հայ ընտանիքների մեջ եւ օգնենք, որ մեր հայ ընտանիքները ստանան հոգեբանական աջակցություն։ Եվ հենց այս գրուպներ, որ հավաքվեց անցյալ տարի եւ նրանք ընտրեցին հենց այս տարվա համար Armenian Children's Wellness Festival, ուրեմն հենց անցյալ տարի, գիտեմ հենց երեխաների համար այս տարի դա նոր է եղել, էլի, բայց անցյալ տարի մենք ունեցանք Armenian Family ընտանեկան Wellness Festival-ը, որ շատ լավ անցավ նմանապես եւ շատ ընտանիքներ եկան եւ հենց այս ֆեստիվալում ներառում ենք wellness activity-ներ, շատ հաճելի, զվարճալի activity-ներ, ասենք դա կարող է լինել cooking class, դա կարող է լինել flower arrangement, ծաղիկներ սարքելու, բուքեներ սարքելու class, art therapy, շախմատ խաղալ եւ այլն, yoga, ասենք հանգստացուցիչ activity-ներ, հոգեպես եւ դրա հետ մեկտեղ ունենալու ենք professional presentation-ներ, սեմինարներ, տարբեր սեմինարներ հոգեբանական, այսինքն մեկը, ասենք խոսելու է, ասենք Ավո Սոլթանյանը, ճանաչված նա marriage and family therapist է մեր ազգի մեջ, խոսելու է about parenting, ծնողության, ճիշտ effective ծնողության մասին եւ ծնողությունը ինչ դեր է խաղում, ասենք մեր հայ ընտանիքների մեջ։ Եվ ես խոսելու եմ նմանապես ընտանեկան բռնության մասին, թե ինչ effect-ներ է դա տալիս երեխաներին, ընտանեկան բռնությունը եւ տարբեր այտենց սեմինարներ ենք ունենալու։ So, մեր ֆեստիվալը լինելու է կրթական եւ հաճելի, զվարճալի եւ ստեղծելու է լավ հիշողություններ։ Շատ կարեւոր է լինելու։ Ես վստահ եմ, որ կստեղծի լավ հիշողություններ, հատկապես երեխաների ու ծնողների մոտ, որովհետեւ ամեն դեպքում յուրաքանչյուր ծնողի համար անհրաժեշտ է, որպեսզի երեխան լինի հոգեկան առումով մի քիչ հանգիստ, իսկ մենք գիտենք, ես Միացյալ Նահանգներում այնքան լարված են եւ երեխաները եւ ծնողները, մի քիչ դրան ժամանակ չի լինում հատկացնել։ Հիմա մայիսի 3-ին հնարավորություն ունեք, սիրելի հեռուստադիտողներ, ներկա գտնվելու ձեր երեխաների հետ միասին լավ ժամանակ անցկացնելու, իսկ թե ինչ է լինելու, հիմա մեր շատ սիրելի Նելի հետ միասին կքննարկենք։ Նելի ջան, փառատոնի շրջանակներում ինչ է լինելու, որտեղ է անցկացվելու, մարդիկ ովքեր կարող են մասնակցել, կա ինչ-որ հատուկ կրիտերիաներ, թե բոլորի համար բաց է։ Ուրեմն համայնքային միջոցառում է, ոնց որ նշեցինք, լինելու է Glendale Pacific Community Center-ում, բաց է բոլորի համար։ Կներեք, այստեղ մի պահ կանգնենք, որտեղ է գտնվում Glendale, հիմա որ ինձ ասում եք, ես Glendale-ում եմ ապրում, բայց ես չգիտեմ դա որտեղ է։ Ինքը Pacific փողոցի վրա է գտնվում, հենց 501 Pacific Avenue։ Okay, 501 այդ ֆիքսեք ժողովուրդ, դա շատ կարևոր է։ Մարդիկ կլինեն կիմանան, մարդիկ կլինեն տեղանքային խնդիր կլինի։ Եվ բաց է համայնքի համար, ինչպես դոկտոր Յարալյանը նշեց, սա հենց ծրագիր է կոնկրետ հայ համայնքի համար եւ ինչպես նաեւ ներգրավել ենք լավագույն հոգեբաններին համայնքում աշխատող եւ ունենալու ենք սեմինարներ եւ հայերեն եւ անգլերեն լեզուներով։ Երեխաների համար ինչ է լինելու։ Երեխաների համար էլ, այսինքն լինելու են ստեղծարար խմբակներ, որտեղ երեխաները հնարավորություն են ունենալու զբաղվել ռոբոտաշինությամբ, նկարչությամբ, շախմատ խաղան, ուրիշ activity-ներ ունենալու ենք բեմ նաև, որի վրա տարբեր ստեղծագործ երգի եւ պարի խմբերը ներկայացումներ են ունենալու եւ ունենալու ենք նաև համայնքային կազմակերպություններ, ովքեր աշխատում են համայնքում եւ կարող են մարդիկ մոտենալ եւ տեղեկություններ ստանալ։ Այսինքն տաղավարներ են լինելու։ Տաղավարների, այո, կենտրոններ, ռեսուրս կենտրոններ, եթե մարդիկ տարբեր ուրեմն բժշկական հաստատությունների մասին, հոգեբանական ծառայությունների մասին տեղեկություններ են ունենալ, ուզում ցանկանում ունենալ, կարող են մոտենալ եւ այդ տեղեկություններն են բերել, այսինքն համատեղել ենք այդ ամեն ինչին եւ երեխաները կարող են իրենց համար ինչ-որ բան գտնել եւ ծնողները մասնակցել սեմինարներին։ Ուզում եմ նշել, դոկտոր Յարալյանը ասեց այդ ստիգմայի, հա, կարծրատիպի մասին, որ շատ հաճախ հայ համայնքում, կարծում բոլորի մոտ, բայց նաև հայ համայնքում տեղի կա, երբ որ խոսում ես հոգեկան առողջության մասին, մենք հոգ ենք տանում մեր ֆիզիկական առողջության մասին փորձում ենք, բայց ուշադրություն չենք դարձնում
հոգեկան առողջության մասին, որը շատ կարևոր է նաև եւ շատ հաճախ մենք մտածում ենք, որ կարևոր չի կանցնի բնավորությունա եւ անտեսում ենք մանավանդ մանուկ տարիքում, երբ որ այդ հարցերը անտեսվում են, երեխան արդեն հասուն դեռահասության տարիքում կուտակվում է եւ ավելի խնդիրները այնքան են բարդանում, որ շատ ավելի դժվար է լինում դրանց լուծումը։ Դրա համար ուզում ենք սա մի փորձ է, հա, որ բերել ենք եւ մեր համայնքին ուզում ենք հորդորենք, երբ ասում ես հոգեկան առողջություն, չպետք է պատկերացնել, որ դա ինչ-որ շատ մեծ խնդիր է։ Օրինակ ոնց ենք մեր խոսում մեր երեխաների հետ, ոնց ենք արձագանքում նրանց արարքներին, ոնց են երեխաները դպրոցում իրենց հասակակիցների հետ շփվում, բուլինգ, հիմա դպրոցներում շատ տարածված է բուլինգը, կարծում եմ բոլորի ընտանիքներում կան երեխաներ, ովքեր էկրանային կախվածություն ունեն հեռախոսից, հեռուստացույցից, այսինքն սրանք հարցեր են, որ բոլորը կապված են այս կամ այն առումով հոգեկան հարցերի հետ եւ դրանց անդրադառնալով ժամանակին դուք կարող եք խուսափել եւ նախ տալ ձեր երեխաներին այդ ապահով եւ խաղաղ միջավայրը մեծանալու համար եւ հնարավոր է որ ձեզնից շատ մեծ ջանքեր չի պահանջվում, ընդհանրապես մի խորհուրդ, մի ուղղություն, մի երեխայից ինչ որ բան լսել, որը հնարավորություն կստեղծի հետագայում շատ խնդիրներից խուսափել։ Շատ հետաքրքիր։ Ահա իհարկե կցանկանայի ավելացնել, ինչպես որ Նելին ասեց, այդ presentation-ները հենց որ մենք ունենալու ենք սեմինարները, լինելու են կրթական սեմինարներ, հենց մեր հայ ծնողների համար։ Ուրեմն երեխաները պետք է ունենան wellness activity-ները, այդ cooking class-ը, ինչպես որ ասեց, art therapy, flower arrangement։ Ես մի քիչ հետո այդ մասին կխոսեմ, թե ինչու համար է հոգեպես դա կարևոր ընտանիքների համար, բայց կցանկանայի մի քիչ խոսել այն presentation-ի մասին, որ ես եմ տալու, ինչպես ասացի, ես խոսելու եմ թե ինչ ձևով ընտանեկան բռնությունը affect է տալի երեխաներին բացասական առումով։ Եվ կցանկանամ մի քիչ այդ մասին խոսել, որ ծնողները իմանան, թե ասենք ինչ information կարող են իրենք հենց ստանալ այդ կարևոր ֆեստիվալից։ Ուրեմն ԱՄՆ-ում, Ամերիկայում 8.8 միլիոն երեխա ամեն տարի ականատես է լինում ընտանեկան բռնության։ Եվ այս երեխաները, որ անցկացնում են ընտանեկան բռնություն, տեսնում են ընտանեկան բռնություն, նրանք էլ 50% ավելի շատ ռիսկի տակ են, որ հենց բռնությունը իրենց դեմ էլ կլինի։ Այո, so հենց դրա համար շատ կարևոր է, որ ծնողները իմանան եւ հասկանան, թե ինչ էֆեկտներ կլինի, որովհետև այդ ընտանեկան բռնությունը մանավանդ որ լինում է ասենք տարիների ընթացքում եւ pattern է լինում, շատ տարբեր էֆեկտներ է տալիս երեխաներին տարբեր առումներով։ Դա կարող է լինել էմոցիոնալ, արարքային առումով, կարող է լինել սոցիալական առումով, ակադեմիկ առումով։ Ես կցանկանամ մի քիչ խոսել հենց այդ զգացմունքային պահերը։ Ուրեմն ես իմ կլինիկական աշխատանքի մեջ նկատել եմ, որ այն երեխաները, որ անցկացնում են ընտանեկան բռնություն, նրանք առաջինը այդ sense of guilt, մեղքի զգացմունք են ունենում։ Այսինքն, երբ որ անդադ իրենց ընտանիքի մեջ վեճ է լինում, անարխոժություններ, կռիվներ, երեխան առաջինը անգիտակցաբար հենց ինքը իրեն է մեղադրում։ Շատերը ինձ հարցնում են, ասում են ինչու, որովհետև երեխան այդ տարիքում փոքր ժամանակ ինքը այդ մտքային զարգացումը չունի, բիոլոգիական առումով կյանքի էքսպերիենսներ չունի, so ինչ որ կատարվում է ընտանիքում, նա ինքը իրեն վրա է վերցնում, ուղեղը ինքը իրեն վրա է վերցնում։ So ես տեսնում եմ, որ շատ անգամ տարբեր տարիքի երեխաները, որ արդեն ունեցել են ընտանեկան բռնություն, անգամ մեծահասակ ժամանակ ասում են, որ բաներ են ասում, որ ցուցաբերվում է, որ իրենք իրենց են մեղադրում։ Դրա համար ես անդադ իրենց ասում եմ, դա քո մեղքը չէր, ինչ որ ընտանիքում կատարվեց։ So ուրիշ զգացմունքներ դա կարող է լինել ագրեսիվ պահվածքներ, բարկությունից եկած, frustration, կարող է լինել տխրություն, կարող է լինել anxiety, stress, մեծ վախ են ունենում այդ տեսակի երեխաները։ Արարքների առումով հենց այդ ներսից, ասենք իմի երեխան եթե ունենում է վախ կամ ունենում է բարկություն եւ տխրություն, արդեն ցուցաբերվում է, ասենք ագրեսիվ պահվածքով։ Կարող է հենց
հենց իրանց ընտանիքի անդամների հանդեպ, քույրերի, եղբայրների, դպրոցում իրենց ընկերների հանդեպ, նրանք շատ անգամ այդ տեսակի երեխաները հարգանք չեն ունենում իրենց ծնողների հանդեպ, մեծահասակների հանդեպ, ուսուցիչների հանդեպ։ Մի ուրիշ ֆենոմեն նկատել եմ, որ իրանք շատ անգամ ցանկանում են հոգեպես, ինչքան էլ որ փոքր լինեն, ուղեն իրենց ծնողների սխալները, անպայման ամեն ինչ անում են, որ իրենց ծնողներին հաշտացնեն, այո, իրար հետ, որ իրենց ծնողները սիրալիր լինեն մեկը մեկու, եւ երեխան այդ փոքր տարիքում այդ տեսակի բան իր ուսերի վրա չպետք է տանի, դա մեծ դժվարություն է։ Երեխաները կարող է ունենան ակադեմիկ խնդիրներ, ասենքան չցանկանան սովորել, իրենց գնահատականները իջնի, դասերից փախնեն, դասատուներին պատասխանեն, կարող է լինել նաև ֆիզիկական, ասենք, սիմպտոմները, դա լինում է, ասենք, քնի հետ կապված, կարողանան քնեն, շուտ-շուտ արթնանան, գիշերները վատ երազներ տեսնեն, post-traumatic stress են անցկացնում, տրամայի հետ կապված, որտեղ ընտանեկան բռնությունը տրամա է համարվում, եւ իրեն կարող է բողոքեն շատ անգամ գլխացավով, փորացավով, կարող է անդադ շուշուտ հիվանդանան, այո, երեխաները, սա էսի ֆիզիկական էֆեկտերն է, դրա համար, իմ սեմինարի ժամանակ ես կբացատրեմ այդ ամբողջ էֆեկտները, որ ծնողները իմանան ազդեցությունները եւ կբացատրեմ, թե ինչ, ասենք, աշխատանքներ ենք անում ծնողների հետ, մենք շատ անգամ աշխատանքի ժամանակ աշխատում ենք, որ ծնողին կապենք երեխայի հետ ավելի խորը ձևով, օգնենք, որ երեխան իր զգացմունքները ավելի հանգիստ ձևով արտահայտի, այսինքն անգամ բացասական զգացմունքները, խոցելի զգացմունքները, օքեյ է, որ երեխան angry է լինում եւ ասենք զայրացած է լինում, բայց ասենք այն օքեյ չի, այն էֆեկտիվ չի, որ ինքը ասենք բղավում է, հարցակվում է եղբայրների, քույրերի վրա, ինքը պետք է հանգիստ ձևով արտահայտի իր զգացմունքները։ Ագրեսիան արդեն բերում է խնդիրների, էլի։ Այո, ծնողներին սովորացնում ենք ինչ ձևով էֆեկտիվ ձևով իրենց երեխաների հետ կապ պահպանեն։ Հիմա բայց սա ծնողների համար չի, չէ՞, մենակ էս փառատոնը։ No, երեխաների ակտիվիտիներին կարող են մասնակցել, այո, այդ ակտիվիտիների մասին էլ կխոսենք, այո։ Անպայման։ Եկեք ես այս բանը առաջարկեմ ընդհատվենք գովազդով, մենք մի քիչ անցանք մեր ժամանակից։ Հետո վերադառնանք մի քիչ էլ խոսենք արդեն փառատոնից երեխաների հետ կապված, մուտքի հետ կապված եւ եւս մեկ անգամ հիշեցնենք հասցեն մայիսի 3-ին էլ տեղի ունենալու Արև հայ մանուկների եւ ընտանիքների առողջապահական փառատոնը, սրա մասին ենք մենք խոսում իմ շատ սիրելի հյուրերի հետ միասին, Նելի Ղուկասյանն ու Աննա Յարալյանն են մեր տաղավարում, դոկտոր Աննա Յարալյանը։ Հիմա մի քիչ Նելի ջան, ամփոփենք որտեղ է լինելու եւս մեկ անգամ հիշեցնենք ու ասենք սա գումար են վճարելու որ գալու են թե չէ, մի հատ էլ ասենք։ Ուրեմն նորից կրկնենք, տեղի ունենալու Գլենդելում, Pacific Community Center-ում Կիրակի օրը ամբողջ օրը ժամը 10-ից սկսվելու է մինչև ժամը 5-ը։ Ամբողջ օրվա ընթացքում ունենալու ենք տարբեր միջոցառումներ, բեմական ելույթներ, սեմինարները, որ օրվա մեջ բաժանված են, եւ խմբակները, մանկական խմբակները եւ տաղավարները։ Բաց է հանրության համար, այսինքն անվճար է, ամեն ինչ։ Ոչ մի գումար ծախսելու հարց չկա։ Ի շնորհիվ LA County Mental Health Department-ի, ուրեմն ամեն ինչ անվճար է եւ ավելի ասեմ, ունենալու ենք անվճար հյուրասիրություն, սուրճ եւ լանչ ենք տալու, շատ հիանալի առիթ է մեր համայնքի ներկայացուցիչների համար նախ օրն անցկացնելու միասին, շատ հաճախ չի լինում նման առիթներ, հա, որ դա նաեւ մի լրացուցիչ հոգեկան, հա, լավ տրամադրության եւ դա էլ է ազդում հոգեկան առողջության վրա անցկացնել համայնքի հետ եւ ունենալ, ստեղծել լավ հիշողություններ, ստանալ կրթական, որտեղ ունենք կրթություն, երեխաները կունենան լավ արդյունավետ օր, կսովորեն նոր բաներ եւ հետագայում էլ կստեղծեն այդ լավ հիշողությունները, որ իրենց ամբողջ կյանքի ընթացքում Նելի ջան, նշեցիք, որ wellness activity-ներ են լինելու։ Մենք ասեք ինչպես այդ activity-ները օգտակար կլինեն երեխաներին, ինչ է արվելու այնտեղ, ոնց կարող են օգտակար գտնվել մեր երեխաների համար։ Այո, ուրեմն այդ wellness activity-ները ունենալ շատ լավ է լինելու իրենց երեխաների հոգեպես առումով,
օգնելու համար։ Ուրեմն ունենալու ենք տարբեր wellness activity-ներ, որ կօգնի, որ ընտանեկան կապը ավելի ամրապնդի, հա, եւ հիշողություններ ստեղծի, ինչպես որ Նելին ասեց, ունենալու ենք cooking class, այսինքն ուտելիք սարքելու դասարան։ Անցյալ տարի, որ մենք ունեցանք մեր ֆեստիվալը, ընտանեկան ֆեստիվալը, նկատեցինք, որ ջինգալով հաց էին օգնում, որ ընտանիքները պատրաստեն, նկատեցինք ընտանեկան մոտիկությունը, ընտանիքներով գալիս էին սերունդից սերունդ, ասենք ծնողները օգնում էին երեխաներին այդ խմորը պատրաստեն, so այս ձևով ծնողը երեխային ինչ-որ մի բան է տալիս, ինքը իրան լավ է զգում, իրար հետ ֆոկուս անելով այդ activity-ներն են անում, concentration-ը, focus-ը բարձրացնում է, օգնում է, որ երեխաներն էլ հենց ծնողներն էլ ավելի հանգստանան, այդ կապը ավելի պնդացնում է իրանց մեջ, հետո ավանդական օրեն, ասենք օրինակ նայ ջինգալով հացը, ասենք մեր ազգի մեջ, ասենք ստեղծված հացն է, չէ, մեր երեխաներին կապում է իրենց արմատների հետ, իրենց մշակույթի հետ, ստեղծում է սեր հանդեպ իրենց culture-ը, իրենց մշակույթը, եւ հենց սա էլ է շատ հոգեպես շատ ավելի լավ եւ հանգստացնող flower arrangement class, որ օգնում ենք ծաղիկները, ասենք բուքեյներ պատրաստեն։ Անցյալ տարի ընտանեկան այդ ֆեստիվալում նկատեցինք, որ աղջիկները, թինեյջերները, ջահել աղջիկները, մանավանդ աղջիկները մենք սիրում ենք ծաղիկներ, ինչքան սիրեցին այդ բուքեյները պատրաստել։ Իրար սեղանի վրա իրար շուրջ հավաքվեցին եւ սկսեցին իրար հետ խոսել, տելեֆոնի համարները exchange արեցին, պատրաստեցին բուքեյները, հետո վերջում նկարվեցին բոլորը իրար հետ։ So ընդմիշտ հիշողություններ է ստեղծում, օգնում է, որ իրենց հետ մի բան ստեղծեն, պատրաստեն եւ տանեն հետները։ Հենց այդ activity-ն, cooking-ն էլ կարող է լինել, art-ն էլ կարող է լինել, flower arrangement-ը, հենց այդ activity-ն, որ անում են, ավելի ներկայիս են գտնվում, ավելի հանգստանում են, հոգեպես ստրեսը իջեցնում է, ընտանիքներին ավելի մոտիկացնում է, բարձրացնում է ընտանեկան առումով, ասենք այդ կապի հետ ստեղծված այդ բանը, վստահությունը, սերը, հարգանքը եւ շատ հիանալի բանավոր։ Այս զբաղվածության մեջ, այս երեխաների համենայն դեպս զբաղվածություն չասեմ, այդ հեռախոսների, iPad-ների մեջ լինելուց զատ, էսա առիթ է կարծում եմ այսի երեքին, երեխաները ավելի շոշափելի, ավելի հետաքրքիր զբաղմունքով զբաղեն։ Եվ կարծում եմ, սա նաև կօգնի երեխաներին մի պահ ավելի սիրահարվել այս աշխատանքին եւ տանը ինչու՞ չէ ծնողներին ասել, գիտես ինչ, կուզեմ ծաղիկ ոնց որ այնտեղ էինք պատրաստում, այստեղ պատրաստենք, cooking անենք, չգիտեմ ինչ որ մի բան, եւ համ ընտանիքը ավելի կջերմանա, համ կարծում եմ երեխաներն էլ ավելի այսպես շոշափելի զբաղմունքով կզբաղվեն, ոնց տեսա շախմատ, չգիտեմ ինչ որ տարբեր activity-ներ, սա շատ կարեւոր է կարծում եմ iPad-ներից ու հեռախոսներից կտրվելու համար, սա այս դարի ամենամեծ խնդիրն է յուրաքանչյուր ծնողի համար։ Okay, մայիսի 3-ին Կիրակի օրը հրավիրում ենք բոլորիդ, իսկ ես քանի որ տեսանյութ ունենք, եկեք մի հատ տեսանյութը դիտենք, վերադառնանք, հետո նոր մեր հյուրերի հետ միասին կամփոփենք ու հրաժեշտ կտանք տեսանյութը։ Երեխան ունի խոսքի կամ սոցիալական շփման, ինքնավստահ լինելու եւ նոր միջավայրին հարմարվելու խնդիրներ, հիմնական ժամանակն անցկացնում է հեռախոսի կամ հեռուստացույցի առջև, կամակորը եւ չի ենթարկվում ձեզ։ Մայիսի 3-ին Գլանդալում Արև մանուկների ու ընտանիքների առողջապահական փառատոնի ժամանակ կստանաք ձեր հարցերի պատասխանները ճանաչված հոգեբանների եւ ոլորտի մասնագետների կողմից անվճար։ Միաժամանակ երեխաները առիթ կունենան մասնակցելու տարբեր ստեղծագործ խմբակների, այդ թվում արվեստի, գիտության, մարզական, խոհարարական։ Փառատոնի ընթացքում նաև կլինի համերգային ծրագիր, համայնքի սիրված երգի ու պարի խմբերի մասնակցությամբ։ Նախապես գրանցվեք մեր կայքում եւ հնարավորություն կունենաք նաև շահելու նվերներ։ Սպասում ենք ձեզ մայիսի 3-ին ժամը 10-ից 5-ը Արև մանուկների ու ընտանիքների առողջապահական փառատոնին Glendale Pacific Community Center-ում։ Մուտքը անվճար։ Կազմակերպիչ Ուրարտու ընկերություն, հովանավորությամբ Լոս Անջելեսի մարզի հոգեկան առողջության վարչության։
այդ դպրոցի։ Վերադարձանք ու դիտեցինք արդեն ամբողջական, այսպես ասած, տեսանյութը, անդրադարձը ու կսպասենք բոլորից ժամը 10-ից մինչ երեկոյան ժամը 5-ը անպայման ներկա գտնվեք Արև հայ մանուկների եւ ընտանիքների առողջապահական փառատոն։ Աննա ջան, Նելի ջան, խնդրում եմ ինձ ասեք, որ այս ամեն ինչը շարունակական է լինելու։ Սա կարծես թե մանուկների համար առաջինն է, հա, բայց թող սա շարունակական լինի։ Կա պլաններում, ասենք որ ինքը անընդհատ ամենամյա ինչ որ մի փառատոն լինի։ Հուսով ենք, այսինքն կախված է թե մեր համայնքը ինչպես կարձագանքի, ինչ ակտիվություն կցուցաբերի, այնպես որ կախված է մեր համայնքից։ Եթե սիրեք, մենք ամեն ինչ կանենք, որ շարունակականությունը ապահովվի։ Դե Los Angeles-ի County Department Health of Mental-ը, այդ չի մարշրուտը, այդ department-ն էլ կօգնի աջակցի, չէ՞, կարծում եմ ամեն անգամ, ամեն տարի նման միջոցառումների նախաձեռնությանը։ Այո, մանավանդ եթե ակտիվ լինի, այս միջոցառումը շատ լավ կլինի եւ ուշադրություն կդարձնենք դրան եւ հաջորդ տարի ուրիշ մի բան մեր ազգի համար կկազմակերպենք, հուսով ենք։ Ես վստահ եմ, որ լավ կլինի, մեր համայնքն էլ իր աջակցությունը կցուցաբերի։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ամեն օր կհիշեցնենք ձեզ մինչ մայիսի 3-ը այս նախաձեռնության մասին, մեր ընկերների նախաձեռնության մասին։ Մուտքը անվճար է լինելու, հյուրասիրություն, սուրճի խնդիր չեք ունենա, չգիտեմ, ընտրելու կամ չգիտեմ, ինչ-որ մի փոքրիկ բան ուտելու խնդիր չեք ունենա, այնպես որ համեցեք մայիսի 3-ին ժամը 10-ից առավոտյան մինչ երեկոյան ժամը 5-ը կսպասենք ձեզ բոլորիդ այնտեղ, կաշխատենք մենք էլ ներկա գտնվել ինչքանով որ հնարավոր է մեր երեխաներին հաստատ անհրաժեշտ է դա։ Շնորհակալություն ձեզ, որ մեր Շնորհակալություն, ձեզ հաջողություն ու հետո արդեն կհանդիպենք, կամփոփենք թե ինչպես անցավ այս գեղեցիկ նախաձեռնությունը։ Շնորհակալություն։ Մենք ընդհատվենք կարճատև գովազդով, վերադառնանք շարունակելու մեր եթերը մինչ ժամը 11-ը մենք միասին ենք լինելու, այնպես որ դեռ ունենք մի քանի րոպեներ իրար հետ շփվելու համար։